Սոխահաղություն եղբայրներս, քույրերս, Տերը օրհնի, իհարկե եղբայրը խնդրեց, ասեց, որ մեր եկեղեցու կողմից ձեզի քրիստոնեական ջերմ բարևներ, նաև մնացած մյուս մեր եղբայրների կողմից էլ, քույրերի կողմից, Աստված օրհնի։ Տերն օրհնի, եղբայրներս, քույրերս, եթե ուշադրություն դարձրեցինք ավելի խորապես, մենք կոնկրետ նկատի առանք եղբայրների խոսքը, որ մեկտեղ էլ եղբայրը հիշեցրեց Մատթեոս ավետարանում, ես ուղղակի կից մի համար էլ ևս դրան կավելացնեմ, 5-րդ գլխում, Մատթեոս ավետարանի 5-րդ գլխում, նաև սա էլ կարող ենք ավելացնել, 5:16-ը այսպես էր ասում, կուզենամ խոսքը ավելի ինենց հաստատվի, 5:16-ը սա էր ասում, ուղղակի 15-ից կընթերցեմ, ու ճրագը չեն վառել և գրվանի տակ, հապա աշտանակի վրա և լույս կուտա բոլոր տան մեջ եղողներում։ Այնպես թող լուսավորե ձեր լույսը մարդոց առջև, որ տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր հայրը, որ երկնքումն է։ Սա եղբոր խոսքի կից ևս մեկ համար էր շարունակությունը, որպեսզի այդ լույսը սփռվի։ Իհարկե լույսը ներող եղեք Ժորժ ջան չի աղաղակում ես լույս եմ։ Մի հետաքրքիր բան պիտի ասեմ ձեզի, մի հոգի այսպիսի արտահայտվեց, արևի հետ վիճում են, ասում են հյուսիսում խավարը պատել է։ Ասում է չգիտեմ, գեթամ կտեսնեմ, կա թե չկա։ Արևը գնում է հյուսիս պտտում է ու հետ գալիս, ասում է ոչ մի խավար էլ չտեսա։ Միտքարակ ինչ եղավ։ Լույսը ինքին չի աղաղակում, որ ես լույս եմ։ Հապա նա իր գործը կատարում է, իր լուսավորությունը տալիս է։ Տերը օրհնի իհարկե, նաև մի կարճ խնդիր էլ եղբոր խոսքի վրայով, որ շարունակվի մեր այսօրվա խոսքի պաշտամունքը, երկրպագությունը, փառաբանությունը բարձանա սրտի խորքից առ Աստված մեր հորը։ Երկրորդ միտքը ինչքան ուշադրություն եթե դարձրեցիք, որպեսի խոսքը մեր կյանքի մեջ իրագործվի, առօրյա կյանքի մեջ մտնի։ Սա արդեն ոչ թե խոսում է նրա մասին, որ ես պարտք եմ այս բանը պետք է անեմ, սա ոչ թե պարտականի խնդիրներ գոյություն ունեն։ Աստված այդպիսի բան չի ուզում, այլ վերջնական արդյունքում մարդու ներսի հարցն է, որ ներսի փափագով այն խոսքը, հոր խոսքը իրականանա։ Դրա համար, քույրերս, աղբերներս, մենք այսօր ևս այդ բոլորի մեջ կուզենամ այդ ներսի խնդիրի վրայով մի քանի ինենց պարզ բաներ խոսել, պարզ բաներ, որ մենք անցած անգամ ինենց փոքր ինչ ուզեցինք քայլ անել, բայց ոչ թե ինենց քարոզի տեսանկյունից ես կուզենամ ձեզ ինչ-որ բան ասել, այլ ես էլ ձեր մեջ այս խոսքը ինձ և բոլորիս վերաբերվող։ Մենք ևս նկատի առանք, որ այսօրվա պաշտամունքի սկզբից ասում ենք ամեն օրվա մեր աղոթքը, ինչպես Հիսուսը մեզ սովորեցրեց Մատթեոս ավետարան 6-րդ գլուխ, Հայր մեր, որ երկինքն ես, քո անունը սուրբ լինի, ասում ենք, թե չենք ասում։ Հիմա ես չգիտեմ, Ժողովուրդ ջան, աղբերներս, քույրերս,
Ինչքանով ենք մենք սրա մեջ այն իրողությունը տեսնում։ Տեսեք, տարբեր պահեր գոյություն ունեն սրա վրայով։ Մեկը կարող է, ոնց որ բոլորն ասում են հայր մեր, ես էլ իրանց հետ հայր մեր եմ ասում։ Մեկն էլ ներողեք մեր ժողովրդական առակի պես, ասում է դե ես էլ սելավի բերան ընկած էթում եմ, ուր կտանեն, թող տանեն։ Ես այդպիսի պաշտամունք, այդպիսի անձի Աստծո անունը բարձրացնող կամ որպես հայր դավանող, ներողեք, ես դա չեմ տեսնում։ Ուղղակի կարող եմ համարձակ ասել, եկեք հələ փորձենք ի տարբերություն այս բանի մեջ, նայենք, ով կարող է հայր կոչել։ Նայեք, տեսեք, եղբայրը հիշատակեց, Եփեսացիս 5-րդ գլխում, այսպես ասվում, արդ Աստծո նմանող եղեք սիրելի զավակների պես։ Հիմա կոնկրետ սիրող զավակը եւ հայր հարաբերությունը դուք ո՞նց եք տեսնում։ Հայր եւ զավակ, դուստր, ինչպես եք տեսնում։ Հիմա ի տարբերություն նրանում, եկեք մի քիչ խորենք, ես ասի, ես չեմ ուզում տենց քարոզի տեսանկյունով, այլ կոնկրետ ուզում եմ միասին խորենք, վերջապես, ես այսօր հարազատի, որպես այլունակցի, որպես միության մեջ մտնող, մեկ իրեն հետ մեկ մտնող, հայր եմ կոչում, թե ներող կլնեք իհարկե, ոնց բոլորն են ասում, նենց էլ ես եմ ասում, և կամ թե դե անգիր արած, մեկ ասում են զուբրիտ արած, ասում են։ Տեսեք, երկրպագությունը, Հովանու ավետարանում էսպես ասում, հայրը ինչպիսի երկրպագողներ կուզի, հոգու և ճշմարտության երկրպագողներ կուզի։ Եթե հոգու և ճշմարտությամբ երկրպագողներ կուզի, հետևապես մենք եկեք նկատի առնենք։ Այդ հոգու երկրպագությունը ճշմարտությունով պետք է լինի։ Իսկ ճշմարտությունը չի խոսում իմ միջայլոց, անգիր արած, դրա մասին չի խոսում։ Այլ ներսի հոր հետ ունեցած այս հարաբերության մեջ ունեցած հաղորդակցության մասին է խոսում։ Նայեք, տեսեք, եթե այսպես մենք ասում ենք հայր մեր, ես որպես նրա որդի, եթե հաստատում եմ և որպես ես նրա դուստրը, բնականում իրենից ծնված, ինչպես քիչ առաջ մենք միասին խոստովանվեցինք, որ իրենից ծնված անձնավորությունը կարող է այդ հարազատ մթնոլորտի մեջ ասել հայր իմ։ Եթե ընդեղ խոսքը ընթանում էր հայր մեր, դա ընդհանուրից վերաբերվող, բայց ես անհատական կարող եմ ասել հայր իմ, օրհնյալ լինի անունդ Սուրբ։ Կարող եմ ասել։ Տեսեք, յուրաքանչյուր անհատ կարող է ասել հայր իմ։ Երբ որ կոնկրետ մենք ուշադրություն դարձնենք Աստծո խոսքին, մեկ քանի տեղ կուզենամ նենց նկատի առնել, որ պետք է, որ մենք այս հաստատությունը ունենանք։ Հիմա եթե հարցնեմ, այսպիսի խոսք հարցնեմ, մենք ունենք վերստին ծնունդ, թե չունենք։ Եթե հարցնեմ, դու ինքդ քեզ հարցրա, ունեմ թե չունեմ, որովհետև այդ վերստին ծնունդի հետևանքը մենք պետք է նայենք։ Ունեցող մարդու, վերստին ծնունդ ունեցող մարդու հետևանքը, թե ինչ գործելակերպ էր, քիչ առաջ եթե ուշադրություն դարձնենք, եղբայրը ահագին բաներ ասեց, ներքին նրան երկրպագության հարցը ասեց, որոշ բաներ ասեց։ Հիմա դրա համար ես ուզում եմ կոնկրետ մեզնից ամեն մեկը, կոնկրետ իր անձին մեջ, դա խոսում է Սաղմոս 15-ում, Սաղմոս 15-ի մեջ է խոսում, կարող ենք նես մի փոքր ընթերցել
Ես այս Սաղմոսը շատ հաճախակի եմ հիշում, շատ հաճախակի։ Սաղմոս 15-ի մեջ այսպիսի խոսք կա ներկայացնում, եկեք մի փոքր ընենց ընթերցենք։ Ասում եմ, Տեր, ով պիտի կայնե քո վրանիդ մեջ, ով պիտի բնակե քո սուրբ լերանդ վրա, ան որ անմեղությամբ կքայլե, արդարություն կգործե եւ ճշմարտություն կխոսի իր սրտին մեջ։ Եվ ճշմարտություն կխոսի իր սրտին մեջ։ Իմ խոսքս ես ուղում եմ, որ դու քո մեջ ինքդ քեզ հարցրա, ես հաստատ այո վերստին ծնունդ ունեմ, թե չունեմ։ Որովհետև խոսքը, որ արտահայտվում ենք ունեմ, դա պետք է հաստատի գործերը։ Եթե չունեմ, նորից պետք է հաստատի գործերը, որովհետև նորից մեկ այլ համար հիշենք, ծառը ինչից են ճանաչում, մեկ աշխարհիկ խոսքը ասում է, ասա անգերդ ով է, ասեմ դու ով ես։ Այսինքն ապրելակերպի խնդիրը, այդ լույսը, որ մենք պետք է արտահայտենք, այնպես թող լուսավորի ձեր լույսը, որ տեսնեն ձեր գործերը ինչ անեն, փառավորեն ձեր հորը, որ երկնքումն է։ Ուրեմն գործի հիման վրա է հաստատվում, դա։ Դրա համար հիմա ես ուզում եմ 1-2 տեղ դա հաստատել խոսքի հիման վրա, որ կոնկրետ այո։ Նայեք, տեսեք, եկեք ընթերցենք Պետրոսի, առաջի Պետրոս, եկեք ընթերցենք սա, որը տեղ կոնկրետ հաստատվում է դա, ինչպես քիչ առաջ էլ եղբայրները հիշեցրին սկզբից, որ կոնկրետ մեր մարմնավոր, մեր Ադամ բնության, հին բնությամբ մենք երկրպագելու, փառավորելու կամ ինչ որ նրա կամքը կատարելու, նրա խոսքը կատարելու, մենք ներող կլնենք, խոստովանվենք, ի վիճակի չենք։ Ինչքան էլ որ փորձենք, ինչքան էլ որ ջանք եռան ներդնենք, ի վիճակի չենք։ Այ օրինակի համար ես մինչև այդտեղ կարդալը մի օրինակ եւս բերենք։ Հիմա ինչքան ստիպեմ քեզ ինձ, որ ես ունենամ աղավնու հատկանիշները։ Ինչ մեթոդ, ինչ դեղ խմենք, ասա, որ ունենանք այդ հատկանիշները։ Ներող կլնեք, ես որևէ մեթոդ չգիտեմ։ Միայն մեկ մեթոդ կա։ Եթե ես աղավնի լինեի ու ծնվեի իրանից, իր բոլոր հատկանիշները կժառանգեի։ Թե ամեն խնդիրների, թե իր խոսակցության, թե ամեն բանը կարող էի ասել։ Եվ հիմա եթե ես ծնունդ ունեմ վերուց, Աստծուց ծնունդ ունեմ, բնականում այսպես թե այնպես, վաղը թե մյուսօր, իրենից ժառանգած այդ բոլոր հատկանիշները պետք է ինչ լինեն, արտահայտվեն։ Դա կապ չունի որտեղ կգտնվես։ Տունը կգտնվես, անկողնում կգտնվես, ընկերոջդ հետ կխոսես, գործի տեղը կաշխատես, տրանսպորտը ու կապ չունի որտեղ որ լինես։ Մի տես կոպիտ առակ էլ կա, ասում են վարդին տարան տուալետ դրեցին, վարդը խռովեց ու հոյլ հոտ չի տալիս։ Այդպես։ Ժորժան, հարցնում եմ այդպես։ Չեն շարունակում է, որտեղ որ գտնվի, նա իր հոտը տալու է։ Որպես Աստծո զավակ, Աստծո դուստր, իր բնությունը, ժառանգած անձնավորությունը, որտեղ որ գտնվես, դու քո լույսդ սփռելու ես, եթե կա այդ լույսը, եթե ոչ չես կարող։ Հիմա կարդանք Պետրոսի մեջ, տեսեք ինչ ասում, այդ ծնունդի վերաբերյալ, խնդրեմ առաջի Պետրոս, կարող ենք ընթերցել հետևյալ խոսքերը, 3-րդ խոսքը, օրհնյալ է Աստված, մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ իր առատ ողորմության համեմատ մեզի նորեն ծնավ
կենթանի հույսի համար Հիսուս Քրիստոսը մեռելներեն հարուցանելով, անեղծ ու անարատ եւ անթարամ ժառանգությանը համար, որ երկինքը պահված է ձեզ, այսինքն մեզ, ժառանգությունը, որ պահված է իրենով, որ ինքը ծնունդ տվեց մեզի, ժառանգություն, որպես ժառանգորդներ, պահված է մեզ համար։ Հիմա Աստված օգնի, եղբայրներս, քույրերս, մենք կարող ենք էլի տարբեր տեղեր ընթերցել ծնունդ, որովհետև համարձակվենք ասել, չէ որ ամեն բան իրենից է, թե իրենից չի, ամեն բան, երկինք, երկիր, ամեն բան իրենից է, և մենք իրեն համար ենք, որտև ասում է, իմ փառքի համար ստեղծեցի, մարգարեության մեջ, իր համարը, ուրեմն իրենից է, մենք իրենն ենք և իր համարը, կարողացանք ըմբռնել, որ մենք իր համար ենք, այս բոլորը իրենից է, սա մենք Աստծո խոսքում կարող ենք ընթերցել, որտև մի քիչ ժամանակը սեղմ լինելու համար այդ ընթերցանությունը բոլորը չեմ ընթերցում, բայց սա ստույգ և հաստատ է։ Դրա համար, որպես Աստծո որդիներ և դուստրեր, ես մի հարց պետք է տամ և ինձ, և ձեզ։ Հիմա, մեր ապրելակերպի մեջ Աստված փառավորվում է, թե անարգվում է։ Իմ հայրը փառավորվում է, թե անարգվում է, քո հայրը փառավորվում, թե անարգվում է։ Այսա մենք մի քիչ խրթին ձևով պետք է լուրջ ուշադրություն դարձնենք։ Փառավորվում, թե անարգվում է։ Չենք համարձակվում։ Մեր մի հատ հետադարձ հայաց, որ մեզ ձգում ենք, թե ինչ ընթացներ ենք ապրում մարմնավոր մեր այս աշխարհի կյանքում, մենք մի քիչ դժվարանում ենք ասել, փառավորվում է, թե անարգվում է։ Ես ուզում եմ կոնկրետ սրա վրա մի փոքր ևս ուշադրություն դարձնել, եկեք նկատի առնենք մի համար ևս, ընթերցենք, մեկ համար ևս, խնդրեմ, Մաղաքիա մարգարեության մեջ մի շատ հետարքիր համար կա, Մաղաքիա մարգարեության մեջ այսպիսի մի համար ենք ընթերցում, փորձենք սա նենց նկատի առնել, առաջի գլխի 6 համարից ես ուզում եմ մի փոքր ընթերցեմ, ասում է տղան իր հորը ու ծառան իր տիրոջը պատիվ կնե, այտենց հա, ուզում եմ իրականության մեջ մենք տեսնենք, եթե դա այդպես է, տղան իր հորը, ծառան իր տիրոջը պատիվ է անում։ Շարունակություն այսպես ասում. Եթե ես հայր եմ, իմ պատիվը ուր է, դու քեզ հարցրա, ես ինձի պիտի հարցնեմ, իմ պատիվը ուր է, ու եթե Տեր եմ ինձ մե վախնալը ուր է, կսե Տերը։ Հիմա սա մեզի առիթ է տալիս մտածելու, խորհելու առիթ է տալիս։ Իսկ շարունակությունը մեկ ուրիշ տեղ է, Հռոմեացիս թղթի մեջ էլ կարող ենք ընթերցել, Հռոմեացիս թղթի մեջ եթե ընթերցենք, եկեք Հռոմեացիս թղթի մեջ 2:19 համարը փորձենք այնց ուշադրություն դարձնել, 2:19 համարը, Հռոմեացիս 2:19 համարը, խնդրեմ, Հռոմեացիս 19 համարից ընթերցենք. Եվ քո անձիդ վրա վստահություն ունիս, թե կույրերուն առաջնորդ ես,
խավարածներուն լույս, քիչ առաջ որ լսում ենք, լույս եղի։ Եթե կարծում ես այդ ես, հիմա մի հատ քննություն ենք անում։ Եկեք ուշադրություն դարձնենք։ Ամիտներուն խրատ տվող, տղայոց վարժապետ, եւ թե գիտություն ունիս ճշմարտությունը, կերպարանքը, օրենքի, իսկ արդ դուն որ ընկերդ կսորվեսնես, քո անձի չսորվեսներ, որ կքարոզես գողություն չնել ու կգողնաս։ Որ կսես շնություն չնել, շնություն կնես։ Որ կսե կզզվիս կուրքերու սրբապղծություն է, կնես։ Որ օրենքով կպարծենաս օրինազանցը լալով, Աստված կանարգես, վասնզի Աստծո անունը ձեր պատճառով հեթանոսներու մեջ կհայհոյվի, ինչպես գրված է։ Եթե իմ վարմունքս, իմ հորը անարգումը, իմ ասեք ժողովուրդ ջան, ես ինչ որդի եմ իրեն, ինչ դուստր եմ իրեն, դուք հլը խորեք, դուք ձեր անձերի մեջ մտածեք, եթե իմ վարմունքս, եթե ասում ես մի գողացի, բայց դու գողանում ես, մարդամեկն էլ ասում է, եթե ես քեզպես քրիստոնյա պետք է լինեմ, չեմ լինի, այսինքն ինչի համար այդպես ասում, որովհետև ապրելակերպս ու վարմունքս նախանձի հետ նախանձում եմ, զրպարտողի հետ զրպարտում եմ, չարախոսի հետ չարախոսում եմ, գողության հետ գողությունը, այն ինչ որ ոնց որ ասած, այն ինչ որ հին բնությանը հին աշխարհի կարգին, աշխարհի ընթացքին, կյանքին վերաբերվում է, ես կարծես թե քայլ առ քայլ այդ նույնը հələ դեռ շարունակում եմ։ Այն դեպքում ինչպես է փառավոր լինում իմ հայրը։ Քո հայրը ինչպես է փառավոր լինում։ Անարգվում է թե չի անարգվում։ Անարգվում է։ Եղբայրներս քույրերս, սա իհարկե մեզի համար մի քիչ ավելի ցավալի է, ցավը պատճառում, որ ես ասում եմ հայր իմ, հայր մեր, ու հանկարծ, եկեք հələ հարազատի կարգով նայենք, այրունակցի կարգով նայենք։ Դու ո՞նց ես նայում։ Ընդունենք մեկն ու մեկիս ընտանիքի մեջ։ Հայր, եթե քո որդին դուստրը քեզ անարգում է, դու ո՞նց ես նայում։ Ցավով ես նայում, չէ՞։ Իսկ եթե կոնկրետ հիմա որևէ մեկն է անարգում քո հորը, դու ինչ մոտեցում ունես։ Քո մորը անարգում է, դու ինչ մոտեցում ունես։ Ասա, ախպերս, քուրս, ասա։ Քո հայրն է, չեմ ասում հələ երկնային, մարմնավոր հորդ մասին եմ խոսում։ Քո մարմնավոր հորդ անարգում է։ Դու ինչ մոտեցում ունես։ Ասում ես լավանում, թե ուրախանում ես դրանով։ Հենց քո ներսը խորի, այդպես է թե այդպես չի։ Ներող կլինեք ժողովուրդ ջան, ես մի դեպք պիտի ասեմ, ինձ հետ կատարված դեպք է, դա շատ վաղուսվա դեպք է։ Անձը վիրավորեց, հայոյեց, այդքան էական չէր, բայց որ ննջեցյալ մորս վիրավորեց, ներող կլինեք աշկերիցս էլ բան չերևաց, անապաշխար էի, հիմա էլ չեմ հասկանում, թե էլ քացով եմ խփում, թե էլ այդ տվյալ անձին էլ չգիտեմ, էլ արդեն կորցրել է ինձի։ Այսինքն այն վիրավորանքներ եղել ինձ, դու ոնց ես իմ ծնողին անարգում, ոնց։ Իմ ծնողի իմ սրբությունն է, ոնց։ Եվ երկրորդ դեպքը ապաշխարած ժամանակի վրայով եմ ասում։ Ապաշխարած ժամանակի վրայով էլ այդպեսի դեպք կատարվեց։ Ոմանք կարող է տեղյակ լինեն մեր 6-րդ հարգի, անձնավորություն կար, 12 հարգում մենք ենք, 6-ը ինքում, առաջի հարգում կանգնած
վերևից ներքևից վերև էլ ընտանիքին, հայոյում էր ու վերջապես այդքանից հետո այն ժողովրդական բանի ասում հաշվի ականչում, ասինք լավ գնանք, տեսնենք ես ինչ ուզում։ Գնաց էլի սկսեց, հայոյել ձեն չենք անում, դե հիմա ինչ, իրա մակարդակին իջնենք, ինչ անենք, չէ, 1, 2, 3 վերջնական խնդիր կար այդտեղ, տեսավ, որ չեմ շարժվում, իրա մակարդակին չեմ իջնում, ասեց, ես քո Աստծուն, ներող կլնեք Ժողովուրդ ջան, ներսս խառնվավ իրար, ասի տո քո քրված, բայց իմ պաշտած Աստծո ձեռքը քեզ կտամ։ Մինչև մեր մուտքը հասա, ես իմ գլխին տվի պատիեզի մեջտեղ կանգնած աղաղակում եմ, Աստված իմ, ես իմ խոսքը ետ եմ վերցնում, սրա օրը ինչ կլինի, եթե քո ձեռքը ընկնի։ Հասկանում եք, ես սա կարծես թե խոստովանություն, բայց ուզում եմ նշել, թե որ սրբությանը դիպնում են, քո ծնողին, քո հորը դիպնում են, ընդեղ ներող եղա արդեն այլ մոտեցումը, սա ոչ թե արտաքին խնդիրա, սա ներքին խնդիրա, արունակից լինելու խնդիրա, իր միության, իր մեջ մտնող միության հարցնա, որը դու արդեն ստեղ սրա մեջը, որ դու կարող ես հոգով և ճշմարտությունով պաշտել նրան, ուրիշ կարգով դու չես կարող պաշտել, այդ ֆիզիկական ներողեղի խոնարհվելը, ֆիզիկական, որ ներքին այդ երկրպագությունը չկա, դա հոգու ճշմարտության երկրպագություն չի լինում։ Եվ որտեղ էլ որ ես գտնվեմ էլ, որտեղ էլ որ ես գտնվեմ, եթե այդ հոգու ճշմարտության երկրպագությունը կա, ամեն բերան բացողին իմ հոր նկատմամբ, թե իմ շուրթերի պտուղով և իմ գործով նրան կլռեցնեմ, որովհետև իմ պաշտամունքն անա ինքը։ Եկեք նկատի առնենք և վերջնական այս արդյունքը, որ կարողանանք մենք մեր երկրպագությունը, մեր աստվածպաշտությունը, մեր հոր անունը բարձրացնելը ավելի ու ավելի խորապես լինի, որովհետև եղբայրները հիշեցրեցին, որ մենք երբ որ ուզում ենք Աստծո խոսքը, մեր հոր կամքը մեր մեջ կատարվի, նրա խոսքին հնազանդվելով ամեն քայլափոխ, միայն այս կարգով, որ նրա խոսքը մեր մեջ կկատարվի, որովհետև այն ինչ որ ասում է ինձի համար դա թանկ է, Աստծո խոսքը ինձի համար թանկ է, իմ հոր խոսքը ինձի համար թանկ է։ Եվ ես չեմ կարող նրան չպահել, չերկրպագել, չսիրել։ Ես մի համար էլ պետք է ընթերցեմ եւ եզրափակեմ, որտեվ կարելի է սա ավելի ընդարձակ նայել։ Ես ուղղակի ուզեցի ձեզ հետ այս հայր մեր ասված խոսքի վրա կիսվելու ձեզ հետ, թե ես չեմ ուզում պատահական ասել հայր մեր, ես ուզում եմ վերջնական հոգու սրտի երկրպագությունը, կյանքի, որ նրա անունը բարձրանա, ես ուզում եմ ընթերցած լինել Պետրոսի մեջ մի համար ևս և մենք աղոտ պետք է անենք, խնդրեմ Պետրոսի երկրորդ գլխի, առաջ Պետրոս երկրորդ գլխի այս համարը պետք է ընթերցեմ, 9 համարը, ասում է, բայց դուք ընտիր ցեղ մնեք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդը, որպեսի քարոզեք անոր առաքինությունները։ Ոնց են քարոզելու նրա առաքինությունները։ Եթե վերստին ծնունդ, իրա հետ հաղորդ լինելու, մեր սրտում ամենանանկյալ երկրպագության խնդիրը չառաջանա, այդ լույսը ինչպես ենք սփռելու, այս առաքինությունները ինչպես ենք տարածելու։ Առաքինություն, սա մի քիչ ընդարձակ խոսք է հայերենում,
հայերենում շատ ընդարձակ խոսք է, մի քիչ կարող է ռուսերենում ընդարձակ չլինի, որտեղ այնտեղ թարգմանության մեջ ասում է դաբրադետել, բայց միայն քրիստոնյան բարեգործ չդրանով չի սահմանափակում, թեպետ դա էլ է մտնում դրա մեջ, այլ տեսնելով ձեր բարի գործերը, որ փառավոր են ձեր հայրը, որ երկնքումն է։ Ուզում եք փառավորվի հայրը, հատկապես ես շեշտում եմ, քո հայրը, հատկապես իմ հայրը, ամեն անհատը, սա աստեղ, դե ոնց որ քուրն անում, ես էլ նենց եմ անում, դե էսիս է, այ բարեկամս, այ հարազատս, կանգար, ներող եղի, քույրը կամ եղբայրը, սխալ արե, գլուխը պատովն ա տվե, հիմա դու էլ գնային մի պատին տուր, ոնց որ ինքն արեն, հենց էլ ես եմ արել, մենք ում ենք նայելու, մեր հավատքի առաջնորդին և ամեն, հետևապես թող սա մեր մեջ ավելի Սուրբ Հոգին հաստատի, դնի, ներգործի, որպեսզի այս ամենի մեջ լուրջ իրականապես փառավոր լինի մեր հայրը, որ երկնքումն է, ամեն, գանք Տիրոջ առաջը։